Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, սրուցակիցս այսօր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն է։ Բարի երեկո, պարոն Մինասյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Սերժ Սարգսյանի 6 ժամից ավելի տևած հարցազրույցից հետո առավոտյան շատ տարօրինակ վարքագիծ էր դրսևորում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, հաշվել եմ, պարոն Մինասյան, 10 գրառում է արել արձագանքելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, նախ ինչու էին Փաշինյանի արձագանքները այդպես նյարդային եւ լարված։ Այո, կարող էր արձագանքել, կարող էր մտնել բովանդակային քննարկման մեջ, բայց ինչու է այդպես նյարդային։ Գիտեք, աղավնի, հարցը շատ կարևոր է եւ մենք պետք է անդրադառնանք այն խնդրին, որը կարծում եմ շատ շատերի համար պարզ դարձեց այն ամբողջ պատկերը, որը կապված է հենց այս ազգակործան պատուհասի գործունեության հետ։ Ինչու այդպես ստացվեց, երբ սկսվեց, ինչու սկսվեց եւ ինչով ավարտվեց։ Եվ դա այնքան հարցերի պատասխան միանգամից նետվեց հրապարակ հասարակության համար, որ իսկապես ցնցումներ առաջացրեց ոչ միայն ազգակործան պատուհասի, այլև իր ամբողջ թիմի մոտ։ Եվ ես ենթադրում եմ, որ այդ ցնցումները այդ հաջորդ օրով չեն սահմանափակվելու, իրանք շարունակվելու են, որտեղ իրենք հասկացան, որ այն բոլոր հարցերը, որոնց վրա իրանք մանիպուլյացիա են անում, կախված իրենց քաղաքականության, կախված իշխանության քաղաքականության հետ իրենց նկատմամբ, դրանք բոլորը ստացան իրենց հստակ պատասխանները։ Եվ այդ առումով իր վարքագիծը տրամաբանական է։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է հրապարակել Արցախյան բանակցային գործընթացի եւ առհասարակ Արցախյան հարցի լուծման վերաբերյալ 2019 թվականին արված խաղաղության պլան, ասեմ, կամ առաջարկների պլանը, հա, բայց ես նաև լսում եմ հակադիր կարծիքներ, որ Փաշինյանը արդյոք ունակ է որևէ բան խմբագրելու, հրապարակել այդ պլանը, որովհետև եթե ինքը այդ պլանը հրապարակի, հայ հանրությունը կտեսնի, որ փաստորեն պատերազմի պատասխանատվությունը եւ պարտության մեղքը ամբողջությամբ Փաշինյանինն են, բայց դեպքում դա Փաշինյանի համար կդառնա քաղաքական ինքնասպանություն։ Արդյոք ինքը դրան կգնա, պարոն Մինասյան։ Ինքը տևական ժամանակ խուսափում էր դրանից։ Տևական ժամանակ, հիշում եք, չէ, ասում էր, այդպես առաջարկություններ ընդհանրապես չի եղել։ Ես գոնե շատ լավ եմ հիշում, որ ես ասում էր իմ իշխանության օրոք ինձ որևէ առաջարկություն չի արվել։ Սակայն, երբ դրա մասին արդեն խոսացին համանախագահ երկրների ներկայացուցիչները, առավել եւս, երբ իր հարցազրույցի ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, որ ինքը տեսել է այդ փաստաթուղթը, իրան էլ նահանջելու տեղ չկար։ Եվ աղավնի դուք ձեր խոսքի մեջ ասիք խմբագրել, ինքը կվախենա խմբագրել, որովհետեւ եթե երրորդ նախագահը տեսել է, ապա ակնհայտորեն դրա կրկնօրինակը ինչ որ տեղեր կա եւ ինքը չեմ կարծում, որ կգնա այդքան անմիտ քայլի, որ ինչ որ գոնե ստորակետ այդտեղ կփոխի։ Եվ իսկապես կպարզվի, թե ինքը ինչ հնարավորություններ ուներ ու ուր տարավ մեզ։ Եվ մենք պետք է շատ լավ հասկանանք, որ 19 թվականի առաջարկը եղել է համանախագահների կողմից գործնականում 1 տարի շարունակ համանախագահների աշխատանքը փլուզած, համանախագահների ողջ ջանքերը զրոյին հավասարացված իշխանությունների կողմից, այսինքն շատ ավելի նպաստավոր կլներ այդ առաջարկը 19 թվականին, եթե այդ ընթացքում ինքը չաներ այն, ինչ որ արել էր, քանդել էր բանակցային գործընթացը ըստ էության հիմնահատակ։ Երբ խոսվեց այն մասին, որ ընդդիմադիր թևը առհասարակ Հայաստանի ազգային ընդդիմադիր թևը Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել 2019 թվականին իրեն արված առաջարկը, ԿՊԱ-կան պատգամավորները մեկը մյուսի ետևից շտապեցին իրենց հետ աշխատող մեդիաներ եւ ինչ էին ասում, հրապարակել կհրապարակեն, երբ ժամանակը գա, բայց Արման Եղոյանը, այդ պատգամավորներից մեկը, իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասեց, դե սպանեցիք, թողեցիք, հրապարակում եմ, այդ պլանով առաջարկվում էր 5+2 շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում, դա Լավրովի պլանի մի քիչ ձևափոխված տարբերակներ, դա եք ուզում։ Հիմա ըստ ձեզ նույն բանը չի անելու նաև Նիկոլ Փաշինյանը։ Ձեր ասած պատգամավորը ասել է ոչ ամբողջ ճշմարտությունը, որտեղ այդ պարագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էր բարձրացվելու եւ ինքը պետք է ունենար մի կարգավիճակ, որը
էապես պիտի տարբերվեր մինչև այդ գոյություն ունեցող իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է ճանաչվեին ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ պետք է ճանաչվեին Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղում ընթացող ընտրությունները պետք է ճանաչվեին Ադրբեջանի կողմից, միջազգային հանրության կողմից էլ չեմ ուզում ասեմ, եւ ամենակարևորը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չէր որոշել իր կարգավիճակը պարտադիր Ադրբեջանի համար ընդունելի հանրաքվեով, Քելբաջարի եւ Լաչինի շրջանները մնալու են Լեռնային Ղարաբաղի կազմում։ Սա հենց այն ամենակարևոր փաստն է, որը իսկապես վերջնական պատասխան է տալիս այն հարցին, ինչ է կորցրել Հայաստանը այս ազգակործան պատոհասի կողմից եւ ինչ ինքը կարող էր ստանալ, եթե այս ազգակործան պատոհասը չգար իշխանության։ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված հաջորդ քննարկվող թեզը, ամենակննարկվողը այս օրերին, երրորդ նախագահն ասաց, որ Փաշինյան իշխանափոխության օրերին Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկուն ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե փողոցը հանդարտեցվի, բայց ինքը մերժել է այդ առաջարկը։ Այս օրերին քննարկվող հարցն է, թե ինչու Սերժ Սարգսյանը արեց նման ձևակերպում, արդյոք դրանով ինքը պատասխանատվության ինչ որ բաժին դրեց փոխվարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին, որովհետև եթե Սերժ Սարգսյանը չի արել Նիկոլ Փաշինյանին փոխվարչապետ դառնալու առաջարկ, հաջորդ մարդով կարող էր դա անել ըստ էության Կարեն Կարապետյանն է։ Եկեք հերթով մոտենանք այդ խնդրին ըստ կարևորության։ Ես կարծում եմ, այստեղ ամենակարևոր հանգամանքը նա է, որ այդ գործի կենցաղային բառ պետք է օգտագործեմ, այդ process-ի քավորը եղել է Սվիտալսկին, Եվրոմիության դեսպանը Հայաստանի Հանրապետությունում։ Տարբեր խոսակցություններ կային իր մասնակցության մասին, բայց որ ինքը ըստ էության կառավարել է այդ գործընթացը, դա ակնհայտ է։ Եվ երկրորդ հարցը այն հարցն է, որը դուք տալիս եք։ Գիտեք, նախագահը ասեց, որ բավականին հաճախ Կարեն Կարապետյանը գալիս է Հայաստան եւ լրագրողները, եթե ուզենան, այդ հարցը կարող են տան Կարեն Կարապետյանին։ Քանի որ երրորդ նախագահը որևէ ավել բան չի ասել, կդժվարանամ հիմա իմ կողմից ինչ-որ բան ավելացնեմ։ Ամենաշատ քննարկվող հարցերից մեկը դա դարձավ։ Ես չեմ առարկում, բայց քանի որ երրորդ նախագահը որևէ հստակ բան չի ասել, բացի այն, ինչը ինքը ասել է, որ եթե հարցեր կան, կարող եք տակ նաև պարոն Կարապետյանին, ես չեմ ուզում առաջ գնամ։ Սակայն դա եւս խոսում է այն մասին, որ process-ը եղել է բավականին ինտրիգային եւ մինչեւ այդ ինտրիգների մեջ պարզաբանումներ չմտցնեն, վաղաժամկետ է եզրակացություններ կատարել process-ի ամբողջական պատկերի մասին։ Ով պետք է պարզաբանում մտցնի։ Պարզաբանում մտցնող կողմը այս դեպքում ով է դառնում։ Ես կարծում եմ հենց Կարեն Կարապետյանը կարող է հստակ ասել այդ մասին, որը բան միգուցե այն ինչը չի ցանկացել ասել երրորդ նախագահը։ Իսկ Կարապետյանի լռությունը ինքը մեդիաների հետ չի աշխատում, շատ փակ է, հարցազրույցներ չի տալիս, լռություն այդ դեպքում դուք ինչով եք պայմանավորում։ Եթե ցանկություն լինի իր կողմից պատասխանելու այդ հարցին, դա շատ լավ, եթե չլինի ցանկություն պատասխանելու այդ հարցին, դա կարծում եմ եւս պատասխան է։ Հարցազրույց տվեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հարցազրույցը ըստ էության նվիրված էր դարձյալ Արցախյան հարցին նոյեմբերի 9-ի փաստաթղթին, եւ մենք տեսնում ենք, որ հիմա ԿՊԱ-կան падգամավորները երկու նախագահների հարցազրույցներին անընդհատ արձագանքում են։ Հիմա կարող ենք ասել, որ երկու պաշտոնաթող նախագահները իրենց հարցազրույցներով ստեղծել են օրակարգ եւ Փաշինյանն ու թիմը դարձել են դրանց արձագանքողը, նրանք չեն հասցնում նոր օրակարգ ստեղծել եւ եթե դա այդպես է, արդյոք հենց այդ մարտավարությամբ պետք է գնալ 2026 հերթական ընտրությանը, Փաշինյանին դարձնել ընդամենը արձագանքող եւ թույլ չտալ օրակարգ ստեղծել։ Լրիվ համաձայն եմ քո հարցադրմանը, իհարկե կպատասխանեմ, ուղղակի դու մի ձևակերպում արեցիր, որը կարծում եմ կարելի է այլ կերպ ասել, ոչ թե երկու նախկին պաշտոնաթող նախագահներ, այլ երկու հզոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներ։ Այլևս դա է իրողությունը, իրենց նախկին պաշտոնները հիմա էական չեն, հիմա էական են։ Դե հարցազրույց տվեցին որպես պաշտոնաթող նախագահ։ Բայց մենք հիմա խոսում ենք որպես այսօրվա իրողություններ։ Եվ այսօր իհարկե այդ երկու քաղաքական ուժերը էական խնդիրներ են բարձրացնում իշխանության առաջ, այդ խնդիրները իրանց համար պատասխաններ ունեն, բայց կարևորը այն է, որ արդեն
հասարակությունն է տեսնում այդ խնդիրների պատասխանները, որը տալիս է այս վայ իշխանությունը, ազգակործան պատոհասը եւ նրա թիմակիցները, եւ այդ պատասխանները բնավ չեն բավարարում մեր հասարակությանը, բնավ չեն բավարարում, որտեղ այդ հարցածությունները ցույց են տալիս այն սնանկությունը, որը իր գալուց ի վեր դրսևորել է այս իշխանությունը եւ ամենակարևորը հասարակությունը հասկանում է, որ սրա հետ ճանապարհը շարունակելը իսկապես կործանարար կարող է եւ այն բոլոր փորձանքները, որ մենք ունեցել ենք, կթվան ընդհանրապես ծաղիկներ այն իրավիճակի առաջ, որ մենք պետք է ստանանք այդ դառը պտուղները, եթե շարունակի հասարակությունը իր ճանապարհը շարունակել այս ազգակործանների հետ։ Դուք ասում եք, եթե հասարակությունը այս ազգակործան իշխանության հետ շարունակի ճանապարհը կործանարար է լինելու, բայց հասարակությունը զգում է իրեն երկրի քաղաքացի, որի սահմաններին տարի 8 ամիս է կրակոց չկա, զգում է երկրի քաղաքացի, որը ցորեն է ստանում ղազախական կամ ռուսական, բայց Ադրբեջանի տարածքով, զգում է երկրի քաղաքացի, որին ասում են, որ հունվարից կբացվի նաև հայ-թուրքական սահմանը, տնտեսությունը կաշխուժանա, դու էլ լավ կապրես։ Տեսեք, ես համոզված եմ, որ դուք ասում եք ձևակերպումներ, որը այս իշխանությունները անդադ իր քարշական մեքենայով, հայտնի տեխնոլոգիաներով հրամցնում է հասարակությանը։ Սակայն կարծում եմ հասարակության մի ստվար մասել լսում է ուրիշ փաստեր եւ երբ որ համեմատում է այդ երկուսի հետ, հասկանում է, որ այս երկրորդը ոնց որ թե ավելի ճիշտ է։ Ինքը հիշում է, որ 21 թվականի ընտրություններից առաջ ելի չէին կրակում սահմանում։ Հիշում է, թե ինչ եղավ 21 թվականի ընտրություններից հետո, թե ինչպես Արցախը դատարկվեց։ Հիշում է, թե մենք ինչ մեծ փորձության հետ դրա մասին երևի առանձին խոսենք։ Հետո այդուհանդերձ 21 թվականի սկզբին ունենք մի իրավիճակ, որը այսօր մեր համար երանելի էր։ Եվ որպեսզի այդ ընտրությունները տեղի ունենան այն արդյունքով, ինչ արդյունքով որ տեղի ունեցան, այսինքն այս ազգակործանը սա այդքան մեծ քանակի ձայներ ու էլի կրկին դառնա վարչապետ, իրականացվեց այդ օպերացիան, այսինքն հասարակությանը թմբիրի մեջ պահելու օպերացիան, չէին կրակում, խոստումներ կային եւ ահա այդ ճանապարհով գնալով տեղի ունեցավ հասարակության հետ այն ողբերգությունը, որը հիմա շատ ավելի դաժան ձևով տեղի կունենա, եթե հասարակությանը էլի այդպիսի հեշտ թույլ տա իրան խաբել։ Իսկ ինչ վերաբերում է այդ ծորենի Հայաստան հասնելու ճանապարհին, աղավնի մենք պետք է հասկանանք, որ ըստ էության ոչ թե ապա շրջափակվել է Հայաստան-Ադրբեջան սահմանը, այլ Ադրբեջանը ընդհանրապես թույլ է տվել, որ իր տարածքով անցնի ապրանքը, որը Վրաստանով հասել է Հայաստան, որովհետև եթե ապա շրջափակվեր Հայաստան-Ադրբեջան սահմանը, ապա այդ ծորենը չէր գնա Վրաստան ու նոր գար Հայաստան, այլ Ադրբեջանից ուղիղ կգար Հայաստան։ Եվ սա շատ կարևոր է հասկանալ, որովհետև դա նույնը կլներ, եթե մենք ասենք, թե ասենք, մենք ապա շրջափակում ենք Նախիջևան Ադրբեջանը եւ ոչ թե բացում ենք Մեղրի ճանապարհը, որը շատ ավելի կարճ է Ադրբեջանի համար, այլ ասում ենք թող ինքը գա, մտնի Հայաստանով Թուրքիա, Գյումրիով, գնա Թուրքիա, հետո Թուրքիայով գնա Վրաստան, հետո նոր գա Ադրբեջան։ Մենք հո չենք ասում, Սադարակի ճանապարհը բացում ենք եւ Մեղրիով թող գան Հայաստան, գնան Գյումրի, այդ նույն պատմությունն է։ Ով ու մեկ գցում էս պատմության մեջ։ Ադրբեջան, Հայաստան հարաբերություններում հիմա ով ում է գցում։ Ասեմ, մեր իշխանությունը գցում է մեր ժողովրդին։ Մնացած բոլորի համար ամեն ինչ պարզ է։ Ամեն ինչ բոլորի համար պարզ է։ Ադրբեջանի համար, Ռուսաստանի համար, Հայաստանի համար, Թուրքիայի համար։ Մեր իշխանությունը խափում է մեր ժողովրդին։ Նույնիսկ եմ կրկնում, սա նույնը կլներ, եթե գործող երկաթուղով Նախիջևանից ապրանքները գային Գյումրի, Գյումրիից գնային Թուրքիա, հետո Վրաստանով գային Ադրբեջան։ Այս սա է արել Ադրբեջանը ընդամենը։ Սա է արել, ոչ թե ինքը բացել է Հայաստան-Ադրբեջան սահմանը, այլ թույլ է տվել, որ Ադրբեջանով ապրանքները գնան Վրաստան ու գան Հայաստան։ Դուք ասացիք բոլորի համար, այդ թվում է Ռուսաստանի համար ամեն ինչ պարզ է։ Ինչ է Ռուսաստանի համար պարզ։ Պարզ է, որ այս տարբերակով Հայաստանում գործարկվում է Թրամփի ուղին, թե պարզ է, որ այս տարբերակով կյանքի է կոչվում նոյեմբերի 9-ին 9-րդ կետը։ Ռուսաստանի համար ի՞նչն է պարզ։ Երկուսից որևէ մեկն էլ չի իրականացվում։ Ինչով եք պայմանավորում այն, որ ողջունեց ռուսական կողմը սա։ Որովհետև այդուհանդերձ ռուսական ապրանքը երկաթուղով մտավ Հայաստան։ Բայց ավելի երկար ճանապարհով։ Իհարկե,
Բայց այդ ավելի կարճ ճանապարհի շահառուն Հայաստանն է, չէ։ Այո։ Ինքը բացացնում է այդ հարցը։ Չէ։ Հիմա էլի մենք գտնում ենք, որ Ռուսաստանը պետք է ավելի հայ լինի, քան Հայաստանի իշխանությունը։ Իհարկե ոչ։ Գոնե Ռուսաստանի համար կարևոր է, որ ռազմավարական գործընկերոջը ինքը կարողացավ ծորեն հասցնել։ Դա եւս դրական քայլ է, բայց սա ապաշրջափակում չի։ Նույնիսկ չեմ ուզում կրկնեմ, թե ինչ է սա։ Եթե սա ապաշրջափակում չի, ապա որ պահին եւ ինչ գործոններից ելնելով կարող է դառնալ շրջափակում Հայաստանի համար։ Շրջափակում։ Այո։ Եթե Ադրբեջանը ասի, ես արգելում եմ, որ Վրաստանի տարածքով ռուսական ապրանքները Ադրբեջանով գնան Վրաստան ու գան Հայաստան, ինչը կար առաջ։ Մեկ վարքյան, այդ դեպքում մենք նորից կմնանք միայն Լարսի հույսին, կարգելի կգնանք միայն Լարսի։ Հիմա իշխանությունն ինչ ասում, ժողովուրդ եկեք փորձենք ինչքան հնարավոր է շատ տեղից շատ բան բերել Հայաստան։ Ինչու մենանք միայն Լարսի հույսին։ Տեսեք, ես չեմ ասում, որ սա առաջընթաց քայլ չի։ Ես ուրիշ բան եմ ասում։ Ասում սա ապաշրջափակում չի, եկեք մի խաբեք ձեր ժողովրդին։ Սա առաջընթաց քայլ է, որ Ադրբեջանը թույլ է տվել, որ Վրաստանով Հայաստան ապրանք գա։ Դες ասում դա նույնն է, որ Հայաստան ասել, ես թույլ եմ տալիս, որ Նախիջևանով Ադրբեջան ապրանք գնա, բայց այդ ապրանքը նախ պետք է գնա Թուրքիա, հետո Վրաստան, հետո Ադրբեջան։ Դա կլինի ապաշրջափակում Նախիջևան Ադրբեջան։ Իհարկե ոչ։ Այս օրերին Հայաստանում էր գտնվում Գարոփալյանը եւ իր հարցազրույցներում ասում է, որ ունի տեղեկություններ, որ հունվարին նաեւ կբացվի հայ-թուրքական սահմանը առաջին հենց երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պարոն Մինասյան, սա կարող ենք դիտարկել ընդամենը 2026 ընտրություններին պատրաստվող Փաշինյանին արված նվեր Թուրքիայի կողմից սահմանը կբացի եւ փաստորեն Ադրբեջանի կողմից Վրաստանով ծորեն եկավ Հայաստան։ Եկեք Գարոփալյանին մի կողմ դնենք եւ խոսենք այն մասին, թե ինչ է ասում պաշտոնական Անկարան։ Ինքը ասում է հայ-թուրքական հարաբերությունները ածանցյալ են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Եվ այստեղ մենք պատրանքների մեջ չպետք է մտնենք։ Այն ինչ որ անում է Թուրքիան Հայաստանի հետ, դա ուղղակի կապված է նրան, թե ինչը արտոնված է Թուրքիային Ադրբեջանի կողմից։ Սա է խնդիրը։ Եվ եթե այստեղ մենք չունենանք այն տարբերակները, որը նպաստավոր է Հայաստանին, այլ միայն Ադրբեջանին, նույնը կունենանք նաև Թուրքիայի կողմից։ Հասկանանք մի բան, հայ-ադրբեջանական հարաբերությունները նախապայման են հայ-թուրքական հարաբերությունների։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է կարգավորենք հայ-ադրբեջանականը, ավտոմատ կկարգավորվի հայ-թուրքականը։ Բայց կներես, կարգավորել ինչ է նշանակում։ Ինչ ուզում է տանք, պարոն Մինասյան։ Ինչ ուզում է տանք, մենակ թե ռազմական գործողություններ սահմանին չլինեն, ժողովուրդներն էլ կարողանան իրար հետ առևտուր անեն։ Որ այս ժողովրդին ազգին հավերժ կռվի, պատերազմի, ողբի տրամաբանության մեջ չպահեն։ Այդ ողբը ինքն է բերել։ 18 թվականից առաջ ողբում էին ուրիշները։ Մենք չէինք ողբում։ Աղավնի, ինչ էինք ասում։ Ասում է եկեք Սևանը տանք Ադրբեջանին, եկեք Սյունիքը տանք Ադրբեջանին, եկեք 300,000 ադրբեջանցի բերենք մեր երկիրը, որպեսզի նրանց հետևել գան նրանց պահապանները, երբեսի այստեղ խնդիրներ լինի, ինտերվենցիա լինի։ Դա է ասում։ Իդեալական է Թուրքիայի համար, Ադրբեջանի համար եւս։ Հայաստանի ու հայ ժողովրդի համար սա ընդունելի է, ես գտնում եմ, որ ոչ։ 2026 թվականին ընտրության գնացող հայ ժողովուրդի հետ դեպքում ընտրություն պետք է կատարի ինչի եւ ինչի միջև։ Ինքը պետք է ընտրություն կատարի խաղաղության, որը մենք ենք բերելու, եւ արտագաղթի միջև, կամ արտագաղթ կամ խաղաղություն։ Եթե ուզում ես արտագաղթես, ընտրի Փաշինյանին, եթե ուզում ես խաղաղություն, ընտրի ընդդիմադիրներին։ Ասում եք պետք է ընտրություն կատարի խաղաղության, որը մենք ենք բերելու։ Ինչպես եք բերելու։ Արժանապատիվ ձևով ինչպես մենք ունենք 18-ից առաջ։ Դա չի հասկանում, պարոն Մինասյան։ 18-ից առաջ իրողություն է փոխվել։ Արցախը Փաշինյանը հանձնել է Ալիևին։ Դուք չեք կարող 18-ից առաջ օրինակը բերել։ Ինքը պետք է նայի ինչ տեղացավ Արցախում, ընտրելով արտագաղթ եղավ, չէ՞։ Դուք լրիվ այլ մեկնարկային կետի վրա եք հիմա, պարոն Մինասյան, չկա այլևս Արցախը։ Բայց հենց դրա համար եմ ասում, ինչու չկա։ Որտեվ մի անգամ ընտրեց Փաշինյանին, հիմա ասում եմ, եթե երկրորդ անգամ ընտրի, կլինի նույնը ինչ որ արդեն մի անգամ եղավ։ Բայց դուք ասում եք խաղաղություն, որը միջև 18 թվականը բերել ենք։ 18 թվականի մոդելը օրինակ էլ չի աշխատում։ 25-ին չի աշխատում։ Ուրեմն չի աշխատում ինչ որ ոչ էական հարցում, բայց էական հարցում աշխատում է։ Դա արժանապատիվ, դաշնակիցներ ունեցող,
սեփական ուժերի վրա հենված պետության արկայությունն է։ Այդ մոդելը աշխատել է բոլոր ժամանակներում, սկսած եգիպտական բուրգերից, ու կաշխատի միշտ։ Եթե դու ունես հզոր պետություն, եթե ունես հզոր դաշնակիցներ, կունենաս ինչ որ մենք ունեինք։ Հզոր դաշնակցի համար մենք այլևս հետաքրքիր ենք, եթե ասում ենք հզոր դաշնակից, պատկերացնում ենք Ռուսաստանը, Արցախով Հայաստանը լրիվ ուրիշ արժեք է, առանց Արցախ Հայաստանը լրիվ ուրիշ արժեք է։ Մենք Ռուսաստանի համար մենք այնքան հետաքրքիր ենք, որ գա դառնա հզոր դաշնակից։ Ուրեմն հզոր դաշնակցի կարիք բոլորը ունեցել են միշտ բոլորը ունեցել են հզոր դաշնակցի կարիք։ Իհարկե, Արցախի բացակայության պարագայում մեր արժեքը նվազել է, բայց հարավային Կովկասում իրողությունները այնպիսին են, որ Ռուսաստանը այստեղ պետք է ունենա հզոր դաշնակից։ Պետք է ունենա հզոր դաշնակից, եւ դա միայն Հայաստանն է։ Բայց ես նորից եմ ուզում ասեմ, որովհետեւ այդ հարցը պետք է մեխենք մեր հասարակության մտքի մեջ։ Տեսեք, եթե ինքը ուզում է արտագաղթի իր հայրենիքից, իր պապենական օջախից, թողնի իր նախնիների գերեզմանները ու հեռանա, ինչպես մեր արցախյան հատվածը, ինքը պետք է ընտրի Փաշինյանին։ Սա ակնհայտ է։ Նա է բերելու, Փաշինյանը բերելու է Հայաստանի գլխին այն, ինչ որ նախորդ ընտրությունների արդյունքում բերեց ղարաբաղցիների գլխին։ Եթե ինքը ուզում է արժանապատիվ խաղաղություն, ինչը մենք ունեինք մինչև 18 թվականը, ինքը պետք է ընտրի ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Իսկ եթե ուզում են արժանապատիվ խաղաղություն, այդ դեպքում ընդդիմադիր քաղաքական ուժերը ինչպես պետք է այդ ընդդիմադիր պայքարին մասնակցեն, որ մենք չունենանք 2021-ի պատկերը, մենք չունենանք հազարավոր, տասնյակ հազարավոր փոշիացված եւ Փաշինյանին հասած ձայներ։ Ինչ պետք է անեն այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Պետք է ժողովրդին բացատրեն, թե ինչ փորձանքի առաջ է ինքը կանգնելու, եթե այս անգամ եւս ձայնը տա այդ ազգակործան պատոհասներին։ Բայց ժողովուրդն ասում է լավ, բացատրեցիք, հասկացանք, բայց մի հատ տեսնենք դուք ինչ եք անում։ Դուք ինչ կերպ եք վերադասավորվում, ինչպես եք մասնակցում այդ ընտրություններին։ Ժողովուրդն էլ քաղաքական ընդդիմադիր առաջնորդներից է, ինչ որ բան ակնկալում եւ սպասում։ Տեսեք, այն ինչ որ տեղացավ, երբ Սերժ Սարգսյանը բացահայտեց այն բոլոր խնդիրները, որ մենք ունեցել ենք այս պատճառով, եւ խոսեց այն մասին, թե ինչպեսի հաջողությունների կհասնեինք, եթե սա տեղություն ուներ, դա հենց այն բանաձևն է, որով մենք պետք է աշխատենք մեր քաղաքացիների հետ։ Ընդ որում այդ աշխատանքը վաղը չի սկսելու, հո այսօր չի սկսելու։ Այդ աշխատանքը սկսել է հենց 18 թվականից։ Եվ խնդրեմը այն է, որ հասարակությունը չէր ուզում դա ընդունել, որտեղ ինքը թմբիրի մեջ էր եւ ենթադրում էր, որ իրեն խափողները իրեն կտանեն դեպի հաջողության ափ։ Սակայն կամանց այդ հաջողությունը մենք արդեն ունենք։ Տեսեք, բազմաթիվ համայնքներում, ընտրություններում այս ազգակործանները պարտվում են։ Գյումրիում, մյուս տեղերում, եւ սրանց մնացել է միայն մի բան՝ բիրտ ուժի կիրառումը բոլոր ընտրված ընդդիմադիր քաղաքապետներին կալանավորելը։ Տեսնում եք, չէ՞, կամ սպանում են, կամ կալանավորում են։ Հիմա Հայաստանի հասարակությունը հասկանում է, ինքը ում հետ է ուզում իր ճանապարհը գնալ, ում հետ է ուզում իր ապագան կապել։ Այս մարդկանց, ովքեր ընտրված մարդկանց կալանավորում ու սպանում են, ես առավել քան համոզված եմ, որ ոչ, եւ ահա առաջիկայում վաղաշաբաթի ընտրությունները կապացեն, որ այն թեզը, որ ես հիմա ներկայացնում եմ, որ հասարակությունը այլևս սրանց չի վստահում, ակնհայտ է։ Դրա նախադրյալները առավել քան ակնհայտ են։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, զրուցակիցս այսօր Գագիկ Մինասյանն էր, կհանդիպենք վաղը։